Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ քաղաքական 6 ուժերի համատեղ հավաք երթը։ Երկարատև քննարկումներից հետո այս ուժերը կարողացան գալ համաձայնության միասնական հավաք անցկացնելու վերաբերյալ։ Թեպետ արդեն այսօր ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարձրաձայնում է, հավաքի կազմակերպչական որոշ աշխատանքներ եւ գործողություններ իրենց հետ չեն համաձայնեցվել։ Մասնավորապես Հայ ազգային կոնգրեսն ու Նոր Հայաստանը միասին որոշել են, որ Ազատության հրապարակում ելույթներ չեն լինելու։ Կլինեն ընդամենը Նոր Հայաստանի եւ ՀԱԿ-ի բացման խոսքերը, մինչդեռ քաղաքացիական պայմանագիրը նախապես պնդել է, որ ելույթով պետք է հանդես գա նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այս կուսակցության պահանջը սակայն մերժվել է եւ կուսակցության անդամները տեղում են պարզել, որ ոչ թե հանրահավաք է, այլ հավաք։ Մեր հետ որևիցե բան չի համաձայնեցվել։ Մեր կողմից պնդվել է, որ մենք ուզում ենք այնուամենայնիվ ելույթ ունենանք այդ հանրահավաքին կամ միջոցառմանը կամ հավաքին կամ չգիտեմ ոնց ուզում ես դա անվանի, չգիտեմ, դա երևի նոր տենդենսիա է, եթե կան ոչ իշխանական ուժեր, ապա Ազատության հրապարակում հավաքված մի քանի հազար հոգին նաև կարող են ոչ թե հանրահավաքի մասնակցել, այլ հավաքի մասնակցել։ Չգիտեմ, դա նոր ֆորմատներ են, որը իմ համար կոնկրետ անհասկանալի է եւ մեր հետ առանց քննարկելու մենք պնդեցինք, որ ուզում ենք մասնակցություն ունենանք, ուզում ենք ելույթ ունենանք, մերժվեց անկեղծ ասած պատճառաբանությունը մի քիչ տենց անհասկանալի էր, որ քննարկվել է Նոր Հայաստանը ՀԱԿ-ի հետ քննարկել է եւ եկել են եզրակացությանը, որ դա ելույթներ չեն լինելու։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ պարզաբանում է, որոշվել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ միասնական հավաքի այլ ուժերի ներկայացուցիչներ ելույթ կունենան Միասնիկյանի արձանի մոտ, սակայն Փաշինյանը շուտ է հեռացել։ ՀԱԿ-ը առաջարկել էր ընդամենը բացման ժամանակ Ազատության հրապարակում հանդես գալ միասնական հայտարարությամբ։ Եվ սա իրենց կողմից առաջ քաշած պայման էր, որի հետ մենք համաձայնվեցինք եւ դրա համար որոշեցինք, որ ելույթները տեղի ունենան Միասնիկյանի արձանի մոտ։ Որքան գիտեմ, տեղյակ եմ, որ Նիկոլ Փաշինյանին խնդրել էինք, որ ինքը այնտեղ ելույթ ունենա, սակայն ինքը արդեն այդ պահին թե հարցազրույց էր տալի, թե ինչ-որ բան։ Այն բանից հետո, երբ Միասնիկյանի արձանի մոտ չէին այլևս քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, բարձրախոսով ելույթ էին ունենում տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներ, մասնավորապես Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը բավականին կոպիտ որակումներով ակնարկելով կոնգրեսին եւ քաղպայմանագրին, ընդգծեց, որ ի տարբերություն այդ ուժերի իրենք արտահերթ զարգացումների կողմնակից են։ Եվ մենք այսօր ինչ որ անիմաստ քաղաքական ուժեր, որ հիմա այստեղ չեն արդեն, մարդկանց ոչխարների նման բերում են, ստորացնում, դնում ենք ծաղիկ, բան, լուր, գնում ենք տուն։ Եվ ես համոզված եմ, որ այդ մարդիկ հորդորելու են, որ այս ոչխարի նման էլ գնանք 17 թվի ընտրությունների։ Ոչ մի բան չի փոխվում։ Մենք բազմիցս ասել ենք, այս երկրին պետք են միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով այս հայտարարությանն ասաց անլուրջ է եւ չի կարծում, թե դա պաշտոնական դիրքորոշում է։ Բացի այդ, հենց Նոր Հայաստանի անդամ Ժառանգությունն ինքն էլ չի մերժում գալիք ընտրություններին կուսակցության մասնակցությունը։ Մենք երբևիցե չենք թաքցրել, որ մենք ընտրություններով ենք տեսնում փոփոխությունները, համենայն դեպս փոփոխությունների սկիզբը։ Իմ համար անկեղծ ասած անհասկանալի է, թե ով է ասում, որ այդ չգիտեմ ով է հայտարարել կամ ով է խոսել, իրավունք ունի ժողովրդի տեղը խոսել եւ որոշել, թե պետքա լինի արտահերթ, թե չպետքա լինի, ով է ասել, որ ինքը կամ որևիցե մեկը իրավունք ունի որոշել, թե ով է իրավասու նոր ընտրություններ անցկացնել պետության մակարդակով։ Համարում եմ անլուրջ քաղաքականության հետ որևիցե կապ չունեցող, եթե նույն այդ շարժումների ներկայացուցիչները նման հայտարարություններ են անում, ապա ինչ է խանգարում իրանց միանձնյա դա անել, ինչի չեն կարողանում եւ ինչի են հրավիրում
կամ համագործակցում այն քաղաքական ուժերի։ Անդրեաս Ղուկասյանն իր հերթին անդրադառնալով Դավիթ Հովհաննիսյանի այս հայտարարություններին նշեց, որ Հովհաննիսյանն իր անձնական տեսակետն է հայտնել։ Դավիթ Հովհաննիսյանը իր անձնական կարծիքը ներկայացրեց, ինքը հանդես է գալիս որպես երիտասարդական լիդեր, ռադիկալ դիրքերից է մոտենում քաղաքական իրավիճակին Հայաստանում, կարելի է ասել եւ մաքսիմալիստական մոտեցումներ ունի։ Այդ առումով դա նոր Հայաստանի մատուցման ձևը չի, մենք քննադատում ենք, երբ որ պետք է մեր գործընկերներին։ Մարիամ Գրիգորյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։